Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր պատրաստելու ենք շատ համեղ, փխրուն, թխվածքաբլիթ, կարելի է ասել հեղինակային։ Մեզ անհրաժեշտ է ընդամենը 2 ձու, 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ մածուն կամ թթվասեր, 70 գրամ կարագ, այնքան ալյուր, մինչև դառնա պինդ, ձեռքերին չկպչող խմոր, 1 ճաշի գթալ մեղր, վանիլին, 1 պտղունց աղ, համարյա այդքանը։ Պատրաստման եղանակը շատ պարզ է, առանց մեկնաբանության կներկայացնեմ։ Կառանձնացնենք 1 ձվի դեղնուցը, սպիտակուցը կօգտագործենք խմորի մեջ, իսկ դեղնուցը կօգտագործենք վրան քսելու համար։ Բոլոր բաղադրիչները միմյանց հետ կխառնենք, տեսեք ինչպես տեսանյութում է, այդպես արեք։ Եվ կստանանք ձեռքերին չկպչող փափուկ խմոր։ Հարիչ պետք չէ օգտագործել, կարող եք ձեռքով անել, ոչ մի խնդիր չի լինի։ Պատրաստվում է շատ արագ, կես ժամվա ընթացքում կարող եք պատրաստել։ Շատ համեղ են, անպայման վստահեցնում եմ ձեզ, պատրաստեք և կդառնան ձեր սիրելի թխվածքաբլիթները։ Սոդան մածունի հետ չենք լցնելու, կավելացնենք ալյուրի հետ։ Կարագի մի փոքր հատվածը կթողենք տակը քսելու համար և ձեռքերին մի փոքր քսելու համար, որպեսզի խմորը չկպնի ձեռքերին։ Եթե հավելյալ ալյուր օգտագործենք գնդեր պատրաստելու համար, թխվածքաբլիթները կստանան 4 տեսք, իսկ եթե օգտագործենք ձեթ կամ կարագ, ավելի փափուկ կլինեն։ Հունցում ենք ձեռքով, եթե չեք կարող ձեռքով հունցել, կարող եք գթալով հունցել կամ ցույց կտամ ինչպես։ Կավելացնենք վանիլինը, աղը և սոդան։ Այս հարմարանքի շնորհիվ նույնպես շատ գեղեցիկ խմոր կարելի է ստանալ առանց ձեռքերին կպչելու։ Կպատրաստենք փոքր գնդիկներ, ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր, և մի փոքր հեռավորության վրա կշարենք սկուտեղի մեջ։
Կվերցնենք սովորական շոկոլադ, ինչ որ ունեք տանը, կարող եք նաև չավելացնել։ Ես ուղղակի համի համար կօգտագործեմ։ Մի փոքր կկտրենք եւ կդնենք թխվածքաբլիթների վրա։ Կարող եք նաև շաքարավազ ցանել, հաջորդ սինին արդեն շաքարավազով կցանեմ։ Ստացվում է 32 հատ միջին չափի թխվածքաբլիթներ։ Եթե մի փոքր անեք, ավելի շատ կլինեն։ Այս չափը հարմար է, շատ չի չորանում, փափուկ իր տեսքը մնում է։ Վրանք դեղնուցի համար, քանի որ դեղնուցի մի փոքր կարող է քիչ լինել, եւ փափկության համար կավելացնենք դեղնուցի վրա 1 ճաշի գդալ կներեք մածուն կամ թթվասեր, կխառնենք եւ կքսենք թխվածքաբլիթներին, կուղարկենք ջեռոց եփվելու։ Կիեփենք 180 աստիճան ջերմաստիճանի տակ, այնքան մինչև վարդագույն տեսք ստանան։ Եթե ընդհանրապես ձու չունեք, կարող եք սովորական կաթ քսել երեսին, այդպես նույնպես ավելի լավ է կարմրում։ Ստացվում է շատ համեղ բերանում հալվող թխվածքաբլիթ։ Պատրաստեք եւ միշտ կհիշեք այս բաղադրատոմսը, ամեն անգամ պատրաստեք եւ ինձ կհիշեք։ Հաջորդի վրա ցանել եմ շաքարավազ։ Դրանց վրա էլ պետք է դեղնուց քսել։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ինձ հետևելու, լավ արձագանքներ ստանալու համար։ Շարունակեք հետևել իմ ալիքին, կսպասվեն նորանոր բաղադրատոմսեր։ Պատրաստեք եւ ձեր կարծիքը գրեք մեկնաբանության դաշտում։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։ Մնացեք խաղաղությամբ։